Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 9-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Ինքը հանգիստ օր է, ոչ աշխատանքային, սովորաբար այդպես պետք է լինի, բայց դե մարդիկ կան, բնական է, որ աշխատում են այդ օրը։ Ես էլ եմ աշխատում այդ օրը։ Ինձ մոտ հանգստյան օրեր գոյություն չունեն։ Չլինի, քարտեր եմ անում։ Դե տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս այդ օրը։ Սկսենք խոյերից։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 9-ին։ Այդ օրը ոմանք առիթի կարող են լինել, հասարակական վայրում կարող են նաև գտնվել, նաև գնան խաղասրահ, այդպես կինոթատրոն, որտեղ որ շատ մարդիկ կան, այնտեղ կարող եք լինել։ Նաև հասարակական կյանքն է սա, ցույց եք տալիս ձեր կյանքը։ Նաև այդ օրը ոմանք կարող են վիրահատություն ունենալ, ոմանք նաև այստեղ պետք է սուր գործիքներով ուշադիր լինեն աշխատելուց։ Նաև դա, եթե տանը, թեկուզ տանը ինչ-որ մի գործողություններ եք անում, եւս էլի ուշադիր եղեք։ Նա նաև վեճ է։ Վեճ զույգի հետ, վեճ տան անդամների հետ։ Այստեղ խորամանկ մարդիկ կան, կարող իրենց հետ եք վիճում կամ իրենց պատճառով, հա, իրենք են այնպես խառնաշփոթ ստեղծել ձեր ընտանիքում, դրա համար այդպես վեճ կա։ Կամ ձեր շրջապատում այնտեղ որ դուք եք գտնում, այնտեղ կարող այդպես ստեղծել են այդ խառնաշփոթ իրավիճակը։ Նաև դուք պետք է լինեք մի փոքր խորամանկ, եթե այստեղ հա ինչ-որ կարող է կտրուկ որոշակ փոխել ինչ-որ մի բան, կամ ձեր կյանքը կամ հասարակական գործունեությունը, եւ պետք է մի փոքր խորամանկ լինեք, որպեսզի կարողանաք այդ կտրուկ քայլը, հա, քայլից հետո ճիշտ քայլեր անել, ճիշտ անել, այն ինչ որ ինչի համար որ այսպես մարդիկ կան կտրուկ փոխում են աշխատանքը, կտրուկ փոխում են ապրելակերպը եւ այլն, եւ պետք է հա ինչ որ չափով խորամանկ լինի, չկող մարդը փոխել իր կյանքը ուսուն դմածի նման նստի, բնական է։ Այդ դեպքում արդեն ավելի վատ է լինում իր համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 9-ին։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել, նաև փաստաթղթերը դասավորել, փաստաթղթեր ուղարկել, ստանալ, նաև ինչ-որ բաներ գրել, միգուցե սովորելու հետ է կապված, միգուցե մեկ այլ հարց է այստեղ։ Բավականին խորամանկ կլինեք այդ օրը կամ այստեղ ինչ-որ մի խորամանկ մարդու հետ կվիճեք, ինչպես որ խոյերին էր ընկել, ընդամենը մի քարտի տարբերություն է։ Դե դուք պետք է լինեք միգուցե խորամանկ, իրոք, որ կարողանաք փոխել ձեր կյանքը։ Այստեղ այնտեղ փոխելուց հետո պետք է խորամանկ լինեն իրանք, այստեղ դուք պետք է խորամանկ լինեք, որպեսզի փոխեք ձեր կյանքը։ Նաև դե խաբեբաներ են ամենայն դեպս ուշադիր եղեք։ Թեկուզ եթե ինչ-որ փաստաթուղթ եք այդ օրը ստորագրում, եւս ուշադիր եղեք։ Եվ այդ օրը ոմանք կարող են գնալ ինչ-որ սուր գործիքներով գործեր անելու, վիրահատություններ անելու, նաև դե տանը աշխատելուց եւս հա ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք սուր գործիքներով։ Միայն դա։ Այսքանը ձեզ համար, դե եւ փոխում եք, հա, այստեղ կտրուկ մարդը քայլ է անում, կտրուկ փոխում է իր կյանքը, կտրուկ հա ինչ-որ մի գործողություններ է մտցնում իր կյանքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 9-ին։ Ոմանք այդ օրը հարսանիքի են, նշանադրության կամ հենց այդ օրը ուղղակի կարող են ձեզ հրավիրել հարսանիքի, նաև դա պայմանագիր է, նաև դա ամուսնության առաջարկ է, դուք կանեք կամ ձեզ կանեն, նաև ցիկլային աշխատանք է, նույն գործն է կանում, պատվեր է և ամբողջ օրը պետք է այդ գործն անեք։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ տարեց անձնավորությունը, դա կարող է լինել ձեր հայրը, կարող է լինել պետական աշխատող։ Նա ծնողներն են այստեղ, ծնողներն են, ում կարող եք հանդիպել կամ գնալ իրենց մոտ։ Նաև տան հետ կապված այստեղ հարցեր կան, միգուցե հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հյուր, տեղափոխվում եք, առիթ է տանը կամ արքու վաճառք է տան հետ կապված, ինչ-որ մի բան է, տուն եք փնտրում, տուն եք մաքրում, տան իրեր եք գնում, մի խոսքով ինչ-որ բաներ են, որ տան և ընտանիքի հետ է կապված, դե այստեղ ծնողներն են կարծես թե գալիս են, ձեր տուն կամ դուք եք գնում ամբողջ օրը մնում ձեր ծնողների տանը և այդ մշտական գործը կարող է մաքրությունն է, ուղղակի մաքրում եք ամբողջ տունը իրենց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 9-ին։ Մի փոքր խոչընդոտներ կան։ Տեսնենք ինչն է պատճառը։ Ընտրությունն է, այստեղ կարող է պետք է շատ կարևոր ընտրություն կատարեք խոչընդոտից ազատվելու համար կամ ընտրությունը սխալ եք կատարել և դա է ձեզ խոչընդոտներ բերում։ Այստեղ նաև յուրաքանչյուր մարդ գնում է իր ճանապարհով, այսինքն կարող է երկու հոգով ինչ-որ գործ եք անում, աշխատում եք և հիմա ամեն մեկը գնում եք ձեր ճանապարհով և դա ձեզ համար խոչընդոտ է, բնական է այստեղ գումար կարող է հանել գործից և այլն։ Ընտրությունն է կամել դժվար ձեզ համար։ Այստեղ տան հետ կապված հարցեր կան, որոնցով որ պետք է զբաղվեք։ Այստեղ երկու պահ կա, դա կարող է տան ժառանգության հետ կապված հարցեր են։ Նաև ոմանք տուն կարող են գնել, տուն վաճառել, առիթ է տանը, հյուրեր ընդունեք այդ օրը։ Ինչ-որ գործ է, յուրաքանչյուր բան տան հետ կապված են, տեղ առևտուր կարող է լինել, թեկուզ մի հատ ափսե գնեք տան համարա, կարող է նաև դա ընկնի։ Եվ հուշ կունենաք այդ օրը, հավելյալ հուշ, յուրաքանչյուր հարցին դիմանալու համար, խոչընդոտին դիմանալու համար, նաև դա օգնություն է։ Եթե դուք դիմեք, կարող են ձեզ օգնել, աջակցել այդ օրը, յուրաքանչյուր հարցում այն ինչ որ ձեզ անհրաժեշտ է այդ օրը։ Նաև ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, որպեսզի չհանդիպեք, որովհետև սա նաև դա կարող է ցույց տալ։ Նաև պետական աշխատող է, ուժային կառույցի աշխատող է կամ հզոր անձնավորություն է կամ ինչ-որ մեկն կարող եք նաև դիմել, ինչ-որ հարցի հետ կապված, միգուցե տան հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին օգոստոսի 9-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է։ Ձեր մայրը կարող է լինել, էմոցիոնալ եք իրեն տեսնելուց, կարող է նախկին սիրելին է տղաների համար, տեսնում եք, կամ ընկերուհի է, ում տեսնում եք, էլի էմոցիոնալ եք լինում, դե ոմանք կամ վխկելի իրան տեսա, ոմանք ավելի ուրախ կլինեն, որ հանդիպեցին տվյալ անձնավորությանը։ Այդ օրը նոր դռներ են բացվում, նոր հնարավորություններ են բացվում, բայց այստեղ պետք է ուշադիր լինել, հետևից խոչընդոտներ կան։ Եթե այդ օրը ինչ-որ դուռ փակեք, հնարավոր է բախվեք խոչընդոտի, այնպես որ ուշադիր եղեք, երկար մտածեք ինչ-որ մի բանը ձեր կյանքից հանելու մասին, միշտ ապեք։ Նաև
Դա եթե նոր դուռ է բացվում, նոր հնարավորություններ է ստեղծվում, եւ դուք ոնց որ չեք օգտվում այդ հնարավորություններից, հա, դրանից հետո ոնց որ ավելի շատ այստեղ խոչընդոտներ կարող են առաջանալ։ Նա ոնց որ առիթը բաց թողեցիք, հա, լավ պահերի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 9-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, այստեղ ուշադիր եղեք, խորամանկություն կա, կամ ինքն է ձեր հանդեպ խորամանկ, կամ խաբեություն նաև կա օրվա ընթացքում, հա, շատ ուշադիր եղեք։ Դուք կարող պետք է լինեք խորամանկ մի փոքր, հա, ինչ-որ հարցին ճիշտ լուծում տալու համար, ինչ-որ այստեղ էմոցիոնալ եք, հա, այստեղ կարող է դրա համար պետք է խորամանկ լինեք, որ կարողանաք հարցին լուծում տալ։ Դե ինչ թվում է կկարողանաք, եթե այդ օրը ինչ-որ մի բան պետք է անեք, եւ ոնց որ արագ մտածողություն է պետք, արագ որոշում է պետք, այստեղ կարող եք արագ կողմնորոշվել եւ լուծել այդ հարցը։ Այդ օրն է բավականին էմոցիոնալ կլինեք, ոմանք նաև կարող են ռոմանտիկ պահեր ունենալ, ժամադրություն եւ այլն, ոմանք նաև կլինեն ծնողների հետ, մայրիկի հետ հատկապես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին օգոստոսի 9-ին։ Ոյ։ Մեկը մյուսից մի փոքր լարված քարտ է սա։ Այստեղ օձեր կան, նախանձ մարդիկ, չար մարդիկ, այստեղ նաև քարտերի դիրքը ցույց է տալիս, որ դա պետք է լինել իմաստուն եւ չվիճել, որովհետեւ դրանից հետո կարող եք կորցնել ինչ-որ մի բան։ Միևնույնն է, այսպես թե այնպես գնալու է ինչ-որ մի բան ձեր կյանքից, ոնց որ ասում են գոնե վեճի գնով չգնա, հա, այսինքն իր հունով թողեք, թող գնա։ Այդտեղ նաև օձեր կան, նախանձ մարդիկ, չար մարդիկ, ում հետ կարող եք վիճել այդ օրը, վեճի բռնվեք, կամ այստեղ ինչ-որ մի տեղ ոնց որ մաքրեք, այսպես ինչ-որ մի ոնց որ մենեջերն է, մինչև չմաքրես այս հատվածը չես գնա տուն, հա, կան նման մարդիկ, չասեք, որ չկան, եւ այստեղ կարող եք ինչ-որ մի բան կորցնել։ Ինչ-որ մի բան եք գնում ձեզանից այդ օրը։ Գուցե իրոք նյարդայնանաք, արդեն լցվել է այդ կետը, կարող եք նաեւ դուրս գալ օրինակ աշխատանքից։ Եթե նման, հա, ինչ-որ իրավիճակ է այստեղ։ Այս նաեւ այստեղ վիճում եք օձերի հետ եւ կարող եք օձերին արդեն ոնց որ հասել է վերջ, այլևս ես դրա հետ չեմ շփվելու եւ հանեք իրեն ձեր կյանքից։ Ով ուզում է լինել 15 տարվա ընկերուհի կլինի, 30 տարվա, հա, բարեկամ կլինի, միևնույնն է, կարող եք հանել, միևնույնն է ինչ-որ մի բան եք գնալու ձեզանից։ Այստեղ պետք է ուղղակի զգույշ լինել վեճից, հատկապես եթե օձեր են, որպեսզի նաև հեղինակության հետ կապված խնդիր չլինի։ Միայն դա, այստեղ պետք է ուշադիր լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 9-ին։ Դեռ վիճում եք ինչ-որ մարդկանց հետ, միգուցե ճանապարհի հետ է կապված, միգուցե տեղափոխության հետ է կապված, ինչ-որ գործեր առաջ մղելու հետ է կապված, մնացել է ինչ-որ մեկի պատճառով, եւ հիմա ոնց որ վիճում եք հետը, որպեսզի կարողանաք ինչ-որ մի բան առաջ մղել, առաջ տանել ի վերջո։
Ոմանք աղետ ունեք մաքրում, որովհետև մարդիկ են գալու ձեզ մոտ, գուցե հարազատներ եք, հեռվից են գալու, ինչ-որ մարդիկ են գալու, տեղափոխվում եք, այդպես մաքրություն եք անում, որ տեղափոխվեք, նաև այդ օրը ոմանք շատ լավ շրջապատում կլինեն, իրենց հարազատների հետ կլինեն, դա նաև պաշտոն է, առաջ խաղացում է, կյանքի նոր իմաստ է, եթե օրինակ տեղափոխվում եք մեկ այլ տեղ, սա ձեր կյանքի նոր իմաստ է տանում, դուք եք տալիս ձեր կյանքի նոր իմաստ եւ ոնց է փոխվում է ձեր կյանքի որակը, ոճը։ Եվ ոնց ասում են, Աստված ձեզ հետ է։ Այս քարտը Աստծո քարտն է եւ դրա համար ոնց որ Աստված ձեզ հետ է այդ օրը, եթե ինչ որ միայն ճանապարհին մի վիճեք, այսպես։ Եթե ճանապարհ եք գնալու այդ մեքենայի ղեկին եւ այլն, միայն այդպես մի վիճեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 9-ին։ Գումար կստանաք, նաև գումար կծախսեք, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կողեք նաև խոսել, պայմանավորվել, բավականին առույգ կլինեք, այս այն կողմ կգնաք, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, ճանապարհներին շատ կլինեք, նորություններ շատ կլսեք, ինչ-որ բաներ կա, պատվիրում եք, գալիս է ձեր տուն, ուտելիք է, գումարը վճարում եք։ Եվ այդ օրը փոփոխություն է մտնում ձեր կյանք, ոմանց մոտ սա հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ ուղղակի ինչ-որ մի բան է փոխվում, որ դրա հետ մեկտեղ եւս այստեղ փոփոխություն է տեղ ունենում։ Այդ օրը կարող եք երկար ճանապարհ գնալ, նաև գուցե տեղափոխվում եք, գուցե մեկ այլ բան է այստեղ, որը եւս ձեր կյանքում փոփոխություն է մտցնում։ Այսպես թե այնպես ինչ-որ մարդիկ են կարծես թե գալիս ձեզ մոտ։ Գալիս են կամ դուք եք գնում։ Կամ եկել էին գնում են։ Հյուր ունեիք դրսից կամ ինչ-որ մի ձև։ Այսպես երկու քարտներ ցույց է տալիս ճանապարհներ, որ մարդը ճանապարհ է գնում կամ գալիս են այսպես։ Այսքանը ձեզ համար այստեղ հղիություն կա կամ ծննդաբերություն եւ հյուրեր են գալիս ձեր տուն եւ գումար պետք է ծախսանեք այդպես հյուրասիրելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 9-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, դա տարեցկին է, կարող է լինել ձեր մայրը, տատին, դուք եք մեծ, կարող ձեր քույրն է, ծնողներն են այստեղ, ծնողների հետ կհանդիպեք կամ կգնաք ծնողների մոտ, ծնողների տուն, նաև այդ օրը երեխաների հետ կապված հարցեր կան, գուցե երեխաներին տանում եք, թողնեք ձեր ծնողների տանը, նաև այստեղ կարող ձեր տուն են գալիս, ծնողները, երեխաները, թոռները, այդպես սա ինչ-որ մարդիկ, հղիություն է, սա ծննդաբերություն է նաև, կամ առիթ է երեխայի, դրա համար կարող հավաքվում են, երեխաների հետ կապված ինչ-որ պահեր են, գուցե գնում եք առևտուր եք անում, գնում եք տատի պապին տեսնելու, հետո գնում եք առևտուր անելու կամ հակառակը, շատ շփում ունեք այդ օրը, շատ շփում, խոսակցություն, քննարկում, միգուցե լեզվակռիվ է իրար չեք հասկանում եւ բամբասանք նույնպես կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 9-ին։ Կայունություն, վարչագործում կայունություն եւ այդ կայունությունը եւս ոնց փոխում է ձեր կյանքը։
Ինչ-որ մի բան հանգստանում է, հանդարտվում է, դա ձեզ բավական շատ էմոցիաներ է տալիս, ի վերջո ոնց որ պրծավ, կամ այստեղ կայունությունն է փոխվում։ Ինչ-որ մի բան ոնց որ տեղաշարժ, ոնց որ ասում են, հարմարավետության գոտին է փոխվում, եւ դրա համար կարող է էմոցիոնալ եք։ Այն ինչ որ ձեզ համար նորմալ էր, սպա սենց էր, ոնց որ հիմա փոփոխվում է եւ դրա համար կարող եք լինել նաեւ բավականին էմոցիոնալ։ Փոփոխություն նաև կարող է լինել հղիության ձևով, ծննդաբերության, նաև կարող եք տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, այդպես էմոցիոնալ լինեք, դա ձեզ հավելյալ էմոցիաներ տա, կամ ճանապարհորդում եք ուղղակի եւ ասա դա ձեզ էմոցիաներ է տալիս։ Նաև մայրիկն է, այստեղ մայրիկի հետ կարող եք լինել, մայրիկի հետ խոսել, հիշել, գնալ մոտը, այդպես գլխավորում նաև մայրիկն է այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 9-ին։ Շատ աշխատանք, նաև սա բարձրունք կարող է լինել աշխատանքի վայրում, ավելի շատ ֆիքսված եք ինչ-որ մի բանի վրա եւ դրա հետևից եք գնալու այդ օրը, դա եք անելու ավելի շատ։ Նաև դա պետական հիմնարկություններն են, այս դեպքում Կիրակի է պետական հիմնարկություն, չի սա ավելի շատ կարող լինել բժշկական կենտրոն, կարող լինել նաև ռեստորանային համալիր, կարող առիթ է այդ օրը որևիցե ռեստորանում, այդպես հետո գնում եք տուն։ Այնտեղ ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, որպեսզի չհանդիպեք, որտեվ կարող են բարկացնել, կարող բարկանալ, կարող գորգռալ նաև, այդ օր նաև կարող եք հանդիպել յուրաքանչյուր պետական աշխատողի եւս էլի բարկանալ, գորգռալ կամ իր արարքի կամ իր ասածի վրա, կամ խոսում եք իր հետ, հետո գալիս եք տուն պատմում եք, այդպես բարկացած, եւ այստեղ անհանգստություն կա։ Կարող ընտանիքի անդամներից մեկն է այստեղ կամ պաշտոն է ստանում կամ ինչ-որ մի բան եւ անհանգստություն է, կամ ձեզ են ասել, որ կարող եք արդեն աշխատել մեկ այլ ձև եւ այստեղ անհանգստություն կա։ Արդյոք ուզում եք այդ պաշտոնը թե ոչ, որովհետեւ ոչ բոլորն են ուզում այն պաշտոնները, որոնք որ տալիս են իրանց, որովհետեւ պաշտոնները կան, որ շատ զզվելի են եւ մարդը չի ուզում մտնել դրա մեջ ուղակի, այդպես լարվում է բավականին շատ։ Այդտեղ կարող է նաև հանդիպեք օրինակ բժշկին, բորբոքվեք, գնում եք ինչ-որ մեկին այնտեղ տեսնելու չեն թողում եւ եւս էլի բորբոքվում եք։ Այստեղ նաև եթե ռեստորան է եւս, ինչքան հնարավոր պետք է շուտ դուրս գաք, որտեվ դե հնարավոր նաև վերջին պահերը միշտ ինչ-որ մարդիկ կան, որ հարամ են անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։